Իմ ջավախ աշխարհը զարթնել է քնից, լեռներ արձագանքեցեք, գարուն պիտի գա։ Արևի շողերը փռվել են նորից, գետեր վարարեցեք, գարուն պիտի գա։ Մեր ջավախ աշխարհում գարունն արդեն եկել է։ Չվող թռչունները վերադարձել են իրենց բները, անգամ լճերի վրա բադերն են լողում։ Ձծաղիկները բացվել են։ Ինչ կախարդական երկիր է, ինչպիսի գեղեցկություն, նրա հմայքը գերում է բոլորին։ Ինչպես գիտենք, գարունը այս տարի ջավախքում բավականին շուտ եկավ, ի զարմանս մեզ։ Հիմա արևը շողում է, բավականին տաք եղանակ է, ինչը շատ զարմանալի է ջավախքյան համար։ Ճիշտ է, դեռ ամբողջությամբ ձյունը չի հալվել, սակայն նկատվում են արևի շողերը, արագիլները արդեն վերադարձել են, ինչը բնորոշում է եւ խորհրդանշում է գարնան գալստյան մասին։ Ձնծաղիկ արդեն կարելի է նկատել որոշ վայրերում եւ բավականին տաք է արդեն գարնանը եւ շատ հետաքրքիր կանցնի կարծում եմ այս գարունը։ Ջավախքյան բարձրիկ սարերի կատարներն արդեն բացվել են։ Բնությունը կամաց-կամաց սկսում է զարթնել քնից։ Կանաչին են տալիս մարգագետինները։ Գարնան առաջին ծաղիկը, ձնծաղիկը, իր գորգը փռել է արձակ դաշտերի վրա։ Ամենուր թռչունների ջրվողյունն է ու օդում գեղեցիկ պարը։ Ինչ հրաշալի է մեր բնությունը, իսկ ջավախքի արքան դեռ մառախլապատ հպարտ հետևում է իր շուրջը կատարվող եռուզեռին։ Ուրեմն ջավախքին քաջ տեղյակ լինելով, որովհետև ինքս ամբողջ ամառ պլեներային մեծ շրջագայության եմ ելնում ջավախքի տարբեր տարածքներ, անկյուններ, կարելի ասել, ջավախքը շատ յուրովի նկարչի համար յուրովի բնություն է, որովհետև ջավախքյան կանանչը ոչ միտեղ չկա։ Այդքան շատ կանանչ, այդքան կանանչի երանգներ, շատ նկարիչներ են գալիս մեր մոտ միջազգային փառատոնների եւ այլն մասնակցելու, բայց այդ կանաչը ոչ մեկ խոստովանում են, որ բոլորն էլ այդպիսի կանաչ վերբեբե որպեսի տեղ չեն տեսել։ Մեր բուսականությունն էլ վայրի է, այդ կուսական վայրի գեղեցկություն ունի, կարծես թե այդ վայրիությունը յուրովի սիրունություն ունի։ Լճերի, գետերի ափերին այդ ամբողջը յուրովի են, օրինակ ջավախքի տարբեր տեղերում, տարբեր գյուղերում եւ այլն ձնծաղիկը սովորական տարբեր ձև է աճում։ Օրինակ Կատնադոյի գյուղի ձնծաղիկի նման ձնծաղիկ Նինոսմինդայի ոչ մի շրջանում չկա։ Համ մեծ է, համ գեղեցիկ է, համ հոտն է ուրիշ, համ էլ աճում է ոնց որ թե սեփական հողում լինի, այդքան շատ էինք աճում այնտեղ։ Սա մի յուրատեսակ յուրովի երևույթ է, ֆենոմեն է։ Մնացած, ասենք, գյուղերում ձնծաղիկը փոքր է։ Օրինակ Գորելովկայի շրջանում այնտեղ ձնծաղիկը երկինքի նման մուգ կապույտ է։ Սա նույն ձնծաղիկը, որ ասենք մյուս գյուղերում ավելի ասենք բաց վարդագույն կամ սպիտակավուն է, այնտեղ մուգ կապույտ է, զարմանալի մի բան է։ Օրինակ այս մենք որ անտարա երիզը որ անցնում է անտարային երիզը մենք ասում ենք չէ լեսապալասա այդ երեսի այն կողմում հենց այդ ձնծաղիկը այդ քարքարոտի վրա աճում է ու զարմանալի յուրովի նշանակություն ունի շատ նայած թե ինչպես է նայում բնությունը զարմանահրաշ բան է ամեն տեղ ամենքն իրեն գեղեցկությունն ու յուրահատկությունն ունեն Այսպիսի բնություն չունի ոչ մի երկիր Ծաղիկների բազմազանություն, լճերի պարզություն, օդի մաքրություն, մեր երկիրը յուրահատուկ է, ոչ մի նկարիչ չի կարող անտարբերանցնել նրա հայացքից, ոչ մի գուսան չի կարող չերգել նրա գովքը, ահա այսպիսին է մեր երկիրը, մեր չքնաղ ջավախքը։